պահին մասնակից եք այս մեծ հանրահավաքի, մեր ձևով համահայկական ժողովրդական շարժումը կազմակերպել է հանրահավաք ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, ի պաշտպանություն մեր սրբազան հայրերի։ Ինչ կասեք, ինչ տպավորություն եք ստանում հանրահավաքից։ Տպավորությունը շատ տարբեր է։ Հենց հրապարակի մեջ շատ ժողովուրդ կան, բայց անտարբերությունը, որովհետև պիտի դու մի ձև դու ցույց տաս քո հուզմունքը, քո մտքերը, բայց այսպես սառը կարծես վերջը ես չեմ իմանում ճիշտ թե սխալ, գնացել եմ առաջ, մոտեցել եմ եւ այդտեղ երիտասարդ տղերք են, ասեմ, ստեղ ոչ մեռնել կա, ոչ թշնամու կրակոց կա, ոչ մի վտանգ ձեզ չի սպառնում։ Եթե մի բան, օրինակ ямар ազատություն, եթե գոչում են ազատություն, արդեն հո մենք դուք հո ձայնազուրկ չեք, կարող եք այդ ցույց տաք, որ ձեր ներկայությունը ուրիշ սեոր ցույց տաք։ Բայց եք տեսնում ինչ հզոր ներկայություն կա ժողովրդի, ես հիմա նկատում եմ։ Բայց ճիշտ է, այս շարժումը պետք է, կարծում եմ, ավելին լինելու մասին չեմ խոսում, բայց հենց այդ ժամանակ, որ կաս, դու քո ներկայությունը պիտի այդ քո հուզմունքներով ցույց տաս, չէ՞ որ այսօր անտարբեր ճիշտ գնում ենք, ինչ ասեմ, օրինակ համար ես այն օրը Թաթայի համերգին տեսա ինչ ժողովրդի մեջ այսպես եր ու զեր, բայց հիմա գնում ենք, հիմա այս քայլի երթի մասին չեմ խոսում։ Բավական բարի, տեսեք ինչ մեծ քանակով ժողովուրդ է միացել մեզ եւ սա արդեն հաղթանակ է, մեծ քանակը արդեն հաղթանակ է։ Հիմա ինչ լավ, եթե եզրափակենք ինչ եք ակնկալում, ինչպես պետք է հեռացնել Նիկոլ Փաշինյանին, մեր երկիրը ինչպես պետք է ազատագրել քպեական ցանցից։ Ձեզ մնանք անտարբերությունից։ Միասնաբար, այսինքն անտարբերությունը հենց այդ ելնում է ոչ միասնականություն, կարծում եմ։ Ձեզ մնանք անտարբերությունից, ես այդ եմ ասում։ Շնորհակալություն։